Մոտավորապես 5-6 տարեկանում երեխաները սկսում են հարցնել օրինակ, բա փորիկից բալիկը ոնց է դուրս գալիս։ Բա այս փուլից հետո հնարավոր է հարցնեն ոնց է փորիկի մեջ հայտնվել, այո։ Այստեղ չտանք այն հին տարբերակները բոլորիս հայտնի, որ քեզ ինչ-որ վայրից են գտել, մի տեսակ լքվածության սխեմա ենք ստեղծում, որ երեխային ասում ենք դու ինչ-որ տեղ էիր, քեզ կամ կենթանի բերեց կամ քեզ գտել եմ։ Իրոք մարդիկ հետագայում երեխաները մեծանալով այս լքվածության զգացումը ու սխեման կարող են ունենալ, որ իրենք պիտանի չէին ու ծնողները իրենց համար մեծ գործ արեցին, որ իրենց բերել ու պահել են։ Չէ, պատասխանել, որ օրինակ տարբերակներ շատ ավելի նուրբ ու հեշտ է, երբ որ ասում ենք գնում ես հիվանդանոց, օրինակ մամային տանում են հիվանդանոց եւ փորիկից երեխային հանում են։ Ուշադրություն, երեխան հնարավոր է չհարցնի ինչ միջոցով։ Կեսարյան հատումների մասին բոլորս գիտենք, երեխայի տարիքից ելնելով, հա, լինում է, որ ասում ենք դե փորիկ օրինակ բժիշկը բացում է եւ բալիկին հանում են։ Լինում է հարցնում է, բա չի ցավում, այստեղ պատասխանում ենք դե բժիշկներ օրինակ ցավա զրկում են։ Կարող է մի քիչ ցավա, բայց երեխան այնքան սպասված է, բոլորը ուրախ են լինում, որ ծնվում է մարդ կամ դու որ ծնվել ես այնքան ուրախ էինք, ու այդ ցավը մեղմանում է։